Շաբաթվա սկզբին մեկնարկեցին ազգային ժողովի հերթական նիստերը, օրակարգում 26 հարցեր։ Նախագծերի զգալի մասը խորհրդարանը քննարկեց երկրորդ ընթերցմամբ։ Ազգային ժողով կառավարություն համատեղ աշխատանքներում մշակվել են իրավական ոլորտին, զինվորական ծառայությանը, տնտեսական, սոցիալական եւ բնապահպանական ուղղություններին վերաբերող կարգավորումներ։ Գործադիրը ազգային ժողով էր բերել Հայաստանի եւ վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի միջև վարկային համաձայնագիր, որով նախատեսված է 70 միլիոն 400 հազար եվրո վարկ ներգրավվել Հայաստանի ջրի եւ ոռոգման ծառայությունների բարելավման համար։ Համաձայնագիրը մանրամասներ ջրային կոմիտեի նախագահը։ Ցանկանում եմ նշել, որ այս ծրագիրը համաֆինանսավորվելու է նաև զարգացման ֆրանսիական գործակալության կողմից։ Գումարի չափը մոտավորապես նույնն է՝ 70 միլիոն եվրո։ Ծրագրի նպատակն է ապահովել բարելավված հասանելիություն դեպի արդյունավետ ֆինանսապես կայուն ոռոգման եւ գյուղական ջրամատակարարման եւ ջրահեռացման ծառայությունները Հայաստանի ընտրված տարածքներում։ Ծրագիրը կիրականացվի մի քանի փուլով։ Փուլ 1-ը նախագծված է կլիմայակայուն ոռոգման եւ ջրծառայությունների բարելավման համար։ Վարկային համաձայնագրով զգալի միջոցներ կուղղվեն ենթակառուցվածքների արդիականացմանը։ Շատ կարեւոր այսպես կոչված soft բաղադրիչ ենք ունենալու։ Այն է ռազմավարական ծրագրերի մշակում, ինստիտուցիոնալ բարեփոխումներ, տարբեր քաղաքականությունների վերանայում եւ որ շատ կարեւորում եմ ազգային կենտրոնի ստեղծում, որը ապագայում հույս ունենք կդառնա լուրջ պետական ռեսուրս ջրային ոլորտում համակարգերի եւ ենթակառուցվածքների նախագծման եւ ընդհանրապես գիտահետազոտական աշխատանքների իրականացման համար։ Ծրագրային բաղադրիչն այստեղ 4-ն է՝ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում բոլոր ուղղություններով, ջրամատակարարում, ջրահեռացում, մասնավորապես գյուղական բնակավայրերում, ոռոգման ենթակառուցվածքների արդիականացում եւ համակարգի կառավարում։ Ծրագրերում ներառված են խոշոր եւ երկրորդ կարգի ջրանցքները, ինչպես նաեւ խոշոր պոմպակայանները։ Քննարկման շրջանակում անդրադարձ կատարվեց նաեւ Վիոլայի հայտարարած ջրանջատման գրաֆիկին։ Հայտարարված 7-ժամյա անջատումը մենք հիմքեր ունենք մտածելու, որ կարող են կրճատել մինչև 3-4 ժամ։ Այսինքն ջրանջատումներ լինելու են, որովհետև ամառվա պիկ ամիսներին մենք կարիք ունենք գիշերային ջրանջատումների, որպեսզի ջրավազանները լցվեն եւ ցերեկային ժամերին այդ ջրավազանի ջուրը օգտագործվի։ Ջրային կոմիտեի նախագահը խոսեց նաև ջրային կորուստների վերաբերյալ ու ընդգծեց, որ ոռոգման համակարգում դրանք գնահատվում են մոտ 46-50%, իսկ Վիոլա ջրի մասով նշեց, ընկերությունը պարտավորությունները ստանձնել է 80% հայտարարված կորուստներով ու այն իջեցրել է մինչև 55-ից 60-ի շրջակայք։ Նիստերի շրջանակում առաջին ընթերցմամբ ներկայացված հաջորդ փոփոխությունները վերաբերում էին էկոպարեկային ծառայությանը։ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալի խոսքով կամրագրվի էկոպարեկի իրավունքը մասնակցելու պետական անտառներում, բնության հատուկ պահպանվող տարածքներում կենսաբազմազանության մոնիտորինգին։ Արամ Մեյմարյանը մատնանշում է փոփոխությունների անհրաժեշտությունն ու հիշեցնում, որ էկոպարեկները ելնելով իրենց աշխատանքային պարտականություններից առանց այն էլ տիրապետում են կենսաբազմազանության մասին տեղեկությանը։ Հաստատի ստացվում է, որ ինֆորմացիան առկա է, սակայն օրենքով ամրագրված չէ իրենց մասնակցությունը կենսաբազմազանության մոնիտորինգին, ինչպես նաև մենք ունենք ծառայություն եւ հսկայական ռեսուրս, որը կարող է այս մոնիտորինգի գործընթացում օգնել լիազոր մարմնին կենսաբազմազանության մոնիտորինգի հարցում։ Ծառայության արդյունավետ իրականացման տեսանկյունից կարևորվում է տեղական ինքնակառավարման մարմինների հետ օպերատիվ համագործակցությունը։ Ներկայումս համագործակցության շրջանակը կա, սակայն որպես իրավունք օրենքում ամրագրված չէ։ Այս նախագծով մենք փորձում ենք ուժերը ավելի արդյունավետ օգտագործել, քանի որ միշտ ունենք հսկողություն, վերահսկողություն անտառներում, ապա նրանք կարող են նաև իրականացնել այլ գործառույթներ եւ դա հաստատ իրենց չի ծանրաբեռնի։ Էկոպարեկների ծառայության համատեքստում ընդդիմադիր падգամավորն էլ մատնանշեց նաև տեխնիկական միջոցների թերի լինելը։ Կան արդեն էկոպարեկային ծառայություններ տարբեր մարզերում, որոնք որ տեխնիկական հագեցվածության հետ կապված մեղմ ասած խնդիր ունեն, որովհետև այդ մեղմ ասած, ասենք ձեռքի տակ որևէ մի բան չունեն։ Խնդրում եմ կոնկրետ ժամկետներ նշեք, թե այդ էկոպարեկային ծառայությունները երբ տեխնիկապես հագեցված կլինեն։ Նշեմ, որ ամբողջությամբ գործարկված է Սյունիքի էկոպարեկային ծառայությունը։ Նշեմ, թե ինչ տեխնիկական միջոցներ են ձեռք բերվել, օրինակ 23 պիկապ Սյունիքի մարզային ծառայության համար, 55 պիկապ Տավուշի, Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզային վարչությունների համար, որոնք արդեն մատակարարվել են,
Գործառնական 132 հատ ավտոմեքենաների կահավորման համակարգեր, 801 հատ համազգեստին ամրացվող թվային տեսախցիկներ, 400 հատ ձեռքի դյուրակիր ռադիոկայան, 133 հատ համակարգչային պլանշետ, 995 հատ լրակազմ ծառայողական համազգեստ եւ այլ անհրաժեշտ տեխնիկական միջոցներ։ Ինչպես նշեց Մեի Մարյանը, 2026-ի առաջին կիսամյակում էկոպարեկային հագեցած ծառայություն կգործարկվի նաև Տավուշի, Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերում։ Հայաստանյան երթևեկության մեջ վերջին շրջանում զգալի աճել է մոպեդների, տրիցիկլների, կվադրիցիկլների շահագործումը։ Կառավարությունը խորհրդարան էր բերել նախագիծ, ըստ որի վերոնշյալ տրանսպորտային միջոցները կանցնեն պարտադիր ապահովագրության դաշտ։ Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող փոփոխությունների համար հիմք է հանդիսացել վերոնշյալ փոխադրամիջոցների լայն կիրառումը։ 26 թվականի մարտի 1-ի դրությամբ մենք ուրեմն էլեկտրոնային ռեգիստրում ունենք արդեն իսկ հաշվառված երկանիվ մոպեդ 2500-ից ավելի, եռանիվ մոպեդ 30, տրիցիկլ եւ կվադրիցիկլ միասին վերցրած 120-ից ավելի։ Այսինքն այս տրանսպորտային միջոցների քանակը տարեցտարի ավելանում է եւ նրանք դառնում են մեր ճանապարհային երթևեկության անբաժանելի մաս։ Ըստ այդմ անհրաժեշտ է, որ դրանցից բխող ուրեմն պատասխանատվությունը եւս պարտադիր ապահովագրության ենթարկվի։ Ընթացակարգը նույնն է, ինչպես մյուս ավտոտրանսպորտային միջոցների ապահովագրության դեպքում է գումարի չափը կախված կլինի մոպեդի, տրիցիկլի եւ կվադրացիկլի տեսակից ու ռիսկայնությունից։ Ձեռքբերման ընթացքում ուրեմն պետք է ապահովագրվի սեփականատիրոջ կողմից, սակայն նաեւ համապատասխան պատասխանատվությամբ օգտագործողի համար։ Ինչպես փաստեց Արմեն Ղազարյանը, 2023-ի վիճակագրության համաձայն կամավոր հիմունքներով կնքվել է 7862 պայմանագիր, որից 308-ը մոպեդ, ինչը կազմում է ԱՊՊԱ պայմանագրերի շուրջ 1%։ Նախարարի տեղակալն անդրադարձավ նաև վերոնշյալ տրանսպորտային միջոցների մասնակցությամբ արձանագրված վթարներին։ 2023-ին կամավոր ապահովագրված տրանսպորտային միջոցների վարորդների մեղավորությամբ տեղի է ունեցել 127 միջադեպ, որից 95-ը եղել է մոպեդի պարագայում։ Ապահովագրական հատուցումների մասով էլ ցուցանիշը եղել է 0.2%։